Ընտրյալ նախագահի համար սա ամենասկզբունքային առաջադրումներից մեկն է։ Թիլերսոնն առաջ կտանի տարածաշրջանային անվտանգության գաղափարները ուշադրության կենտրոնում պահելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը, հայտարարել է Թրամփը։ Արձագանքելով առաջարկին, Թիլերսոնն ասել է, թե իր համար մեծ պատիվ է Դոնալդ Թրամփի առաջարկը եւ ինքը կիսում է օտար երկրների հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների վարկը վերականգնելու եւ ազգային անվտանգության խնդիրները առաջ տանելու ընտրյալ նախագահի տեսլականը։ Թրամփի թիմից մի անանուն պաշտոնյա ասել է, որ ընտրյալ նախագահը կանգ է առել 64-ամյա Թիլերսոնի թեկնածության վրա, այն բանից հետո, երբ ստացել է ազդեցիկ հանրապետականներ, նախկին պետական քարտուղարներ Ջեյմս Բեյքերի եւ Կոնդոլիզա Ռայսի եւ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի աջակցությունը։ Ռեքս Թիլերսոնին արտաքին գերատեսչության ղեկավարումը վստահելու առաջարկը անխուսափելիորեն կթեժացնի Թրամփ-Ռուսաստան կապերի մասին քննարկումները։ Թիլերսոնի ղեկավարած Exxon Mobil-ը Ռուսաստանում շատ ակտիվ բիզնես է վարել նախքան տնտեսական պատժամիջոցները եւ դրանց սահմանումից հետո էական նյութական կորուստ է կրել։ Ինքը Թիլերսոնը մի քանի անգամ հստակ քննադատել է պատժամիջոցների քաղաքականությունը։ Ուկրաինական իրադարձություններից առաջ 2013 թվականին անձամբ Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշան է շնորհել Թիլերսոնին, ինչպես Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում է ասվել, վառելիքի արդյունահանման եւ էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության զարգացման հարցում նշանակալի ավանդ ներդնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն այսօր հույս է հայտնել, որ Թիլերսոնի պաշտոնավարման օրոք Մոսկվան եւ Վաշինգտոնը կհաստատեն փոխշահավետ հարաբերություններ։ Թրամփը եւ Թիլերսոնը առաջին անգամ հանդիպել են 90-ականներին։ Այն ժամանակ Exxon ընկերությունը զբաղված էր Սախալինում եւ Ռուսաստանի հեռավոր արևելքում նավթային բիզնեսով։ 2011 թվականին նրանց կապերը ընդարձակվել են։ Այդ ժամանակ էլ Exxon-ը Ռոսնեֆտի հետ կնքել է Սիբիրում եւ Արկտիկայում հորատման աշխատանքներ կատարելու պայմանագիր, որի արժեքը կազմել է մոտ 3 միլիարդ 200 միլիոն դոլար։ Սակայն պատժամիջոցների հետևանքով այդ պայմանագրի իրագործումը սառեցվել է։ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին է ստանձնելու Ամերիկայի նախագահի պաշտոնը։ Սենատը պետք է հավանություն տա նախարարների պաշտոնում նորընտիր նախագահի առաջադրած տեխնացուներին։ Ենթադրվում է, որ առնվազն պետքարտուղարի հարցում կլինեն առարկություններ։ Ազդեցիկ սենատորներից Ջոն Մաքքեյնը, ով չափազանց կոշտ վերաբերմունք ունի Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ, վերջերս ասել է, Վլադիմիր Պուտինը ավազակ է եւ մարդասպան, եւ ով նրան ավելի մեղմ բնութագրի, ստելու է։ Իսկ դեմոկրատական սենատոր Չարլզ Շումերն էլ ասել է, Թիլերսոնի պես մեկին հաստատելու համար կպահանջվի երկար քննարկում։